Գիտես, Աստված ուզում է, որ իր ժողովուրդը ուրախությամբ ապրի։ Եվ փառաբանությունը դա երկնքի ժառանգորդների ուրախությունն է։ Ով երկնքի ժառանգորդ չի, ով հավիտենական կյանքի հույսով չի ապրում, իր մեջ ուրախություն չի կարող լինի փառաբանության։ Գիտես, երկրի վրա Հիսուսն ասեց նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Գիտես, եւ ասում է ինչն է հաղթում աշխարհին, հավատքն է հաղթում աշխարհին։ Դու գիտես, որ այսօր դու հաղթանակի մեջ ես, որտեղ դու այստեղ ես։ Եթե դու այստեղ եկել ես հավատքով Տիրոջ համար, եթե դու եկել ես այստեղ Տիրոջ խոսքը կատարելու համար, հաղթանակը քոնն է։ Քեզ ամեն օր նորանոր հաղթանակներ են սպասում։ Քեզ համար նորանոր դռներ են բացվելու։ Քեզ Տերը օրհնելու է իր երկնային ամեն օրհնություններով եւ ամեն օրը Տերը լցնելու է իր հրաշքներով, որտեղ Աստված հրաշագործ Աստված է։ Գիտես, ես հավատում եմ Աստծո մեծությանը, անսահման մեծությանը։ Աստծո կարողությունն ու մեծությունը անսահման է։ Ես չգիտեմ քո խնդիրները ինչ չափի են, բայց Աստված ավելի մեծ է քո խնդիրներից։ Ես չգիտեմ քո ցավը, ես չգիտեմ քո վիշտը, ես չգիտեմ քո խնդրեմը ինչքան մեծ է, բայց սրանք շաբլոն խոսքեր չեն, սրանք հավատքի խոսքեր են։ Աստված ավելի մեծ է, քան աշխարհի բոլոր խնդիրները վերցրած իրար հետ։ Եվ Աստված այդ ամենը մի վայրկյանում կարող է լուծել քո կյանքում, եթե հավատաս։ Գիտես, Հիսուսին մի անձնավորություն եկավ եւ ասեց. Տեր, եթե կարող ես իմ երեխային բժշկի, Հիսուսն ասեց, եթե կհավատաս կբժշկեմ, ասեց կհավատամ, օգնիր իմ անհավատությանը։ Գիտես, ինչ անկեղծ անձնավորություն էր սա, եւ Հիսուսի դուր եկավ, եւ Հիսուսը բժշկեց, ասեց ամեն բան կարելի է նրա համար, ով որ հավատում է։ Ամեն բան կարելի է նրանց համար, ովքեր որ հավատում են Աստծուն։ Եվ ես ուզում եմ քեզ այսօր ուղղակի այս խոսքը Տիրոջ հոգուց հասնի քո սրտի մեջ եւ քո հավատքը զորանա, որտեղ քո հավատքը պիտի գրագետ լինի։ Գիտես, այս վերջի ժամանակներում Տիրոջ հոգին ինձ մի բան ասում է, ինչ որ անում ես հավատքի մեջ գրագիտությամբ արա։ Գրագիտությունը դա մաթեմատիկայի, քիմիայի իմացությունը չի։ Գրագիտությունը հոգևոր կյանքում դա վերին իմաստությամբ ապրելն է։ Եվ ես քեզ մի խորհուրդ կտամ, քո կյանքիդ մեջ երբ որ գալիս են փակ ուղիներ, երբ որ քո կյանքիդ մեջ գալիս են փակ դռներ, երբ որ անելանելի վիճակներ է, ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, քո տեղը Հիսուսի ոտքերի տակ է։ Ճիշտ ընթացքա քո կյանքիդ մեջ սկսել, թերևս դու ասես, այս ինչ է, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, հենց դա է, որ բացում է երկնային դռները, եւ դու ճիշտ տեղում ես Հիսուսի ոտքերի տակ։ Ես քեզ ուզում եմ ասեմ, որ քո հավատքի համար վերին իմաստությունը պիտի խնդրես։ Եվ այդ ժամանակ, երբ որ ամեն ինչ շուռա գալիս կարծես թե գլխիդ, Հակոբոսը գիտես ինչ ասում, ասում է, լսեք, եթե իմաստության մեջ պակասել եք, այսինքն չգիտեք ինչ անեք, խնդրեք Աստծուց իմաստություն եւ նա կտա ձեզ իմաստություն։ Անօրենը մեծ վարպետ է մեզ փակուղիների մեջ բերելու եւ այդ փակուղիների մեջ սպանելու, բայց Տերը զորություն ունի այդ փակուղիներից դուրս հանելու վերին իմաստությամբ, աստվածային իմաստությամբ, որը երկնային է, որը հզոր է, որը ուժ ունի, կարողություն ունի, քանդելու նույնիսկ ամենամեծ ամրոցները։ Գիտես, ես ուզում եմ մի հատ փոքրիկ հիշողությամբ փոքրիկ բան հիշեցնեմ քեզ։ Հիշում ես Երիքովի պարիսպները, երբ որ Իսրայելը եկավ հեսուն, ամբողջ Իսրայելը 3 միլիոնից ավել մարդ բերեց եւ Երիքով քաղաքը ուներ շատ մեծ պարիսպներ, ասում եմ այդ պարիսպների վրա 6 հատ մեքենակ տեղավորվեր, այնքան հաստ էին։ Եվ այդ պարիսպները շատ անանցանելի էին, Իսրայելը չէր կարող անցնել այդ պարիսպներով։ Գիտես, մարդկային իմաստությունը ասում էր, որ պետք է չակուչը վերցնես, չգիտեմ, զուբիլ վերցնես, ինչ որ, չգիտեմ, գործիքներ ապետ ժամանակակից, հա, էքսկավատորներ ապետ, որ դու քանդես այդ պարիսպները։ Բայց գիտես, աստվածային իմաստությունը ինչ ասեց Հեսուին, ասեց ամեն օր մի շրջան պտտվի։ Երբ որ 7-րդ շրջանը կպտտվես, բարձր աղաղակի եւ այդ պարիսպները կթափվեն հողի նման։ Հեսուն սա կարող էր
մարդկային իմաստությամբ պատկերացնել։ Դուք գիտես ինչա պետք քո կյանքում սատանայի կողմից կառուցած պարիսպները քանդելու, որ դու անցնես առաջ եւ շարժվես։ Դու գիտես։ Բայց Աստված գիտի։ Աստծո հոգին գիտի եւ Աստված քեզ կհայտնի։ Հիմա այն ինչ որ մենք անում ենք, դա հենց այն է ինչ որ Աստված մեզ ասում է արեք։ Դա հենց այն է որ կապում է սատանայի խավարի բոլոր ուժերը, պարալիզացնում է, ոչնչացնում է, փոշիացնում է թշնամու բոլոր խորհուրդները, ծրագրերը։ Ինքը դարերով կառուցում է, մենք մի վայրկյանում այդ ամենը փոշիացնում ենք։ Ինքը դարերով կառուցում է, մենք փոշիացնում ենք։ Ես սատանայի եւ նրա ծառաների գործողությունը եկեղեցու դեմ մեղադրանքն է, մեղադրանք։ Գիտես թե չէ, խավարը մեղադրելու կարողություն ունի, բայց գիտես Հիսուսն ինչ ունի, Հիսուսը արդարացնելու կարողություն ունի։ Ես քեզ վստահ եմ ասում, որ աշխարհն էլ կանգնի, Աստծո ժողովուրդը պիտի վստահ լինի, որ ինքը աշխարհի լույսն է եւ աշխարհի աղն է։ Առանց մեզ այս աշխարհը անհամ է։ Մենք ենք այս աշխարհի համոհոտը։ Աշխարհը ուրախություն չունի, աշխարհի ուրախությունը ժամանակավոր է, բայց մեր ուրախությունը հավիտենական է։ Մենք կարենք մի 3 ժամ էլ երգենք, փառաբանենք, պարենք, ուրախանանք։ Մեզ ոչ խմիչք է պետք, ոչ հաշիշ է պետք, ոչ է թմրանյութ է պետք։ Մեր ուրախությունը Տիրոջ հոգու մեջ է։ Մեր ուրախությունը վերին ուրախություն է։ Մեր ուրախությունը նյութական ուրախություն չի։ Մենք ուրախանում ենք արդեն այն ամենը, ինչ որ պիտի լինի, ընդունելով եղած։ Որտեղ հավատքը դա է, հավատքը չերևացող բաների ապացույցն է։ Գիտես, ես ուզում եմ մի փոքրիկ Աստծո խոսքը միասին նայենք եւ միասին մեր հավատքը այսօր հնարավորինս չափ մենք ունենք դեռ մոտավորապես 35 րոպե մեր հավատքը թող սնվի Աստծո խոսքով։ Եսայի մարգարեության 50-րդ գլուխը հետեւյալն է ասում։ 4-րդ համարը։ Տերը ինձ ուսումնավար լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով։ Նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտների պես։ Տերը բացել է իմ ականջները, եւ ես չհակառակեցի, երբ չդարձա։ Իմ թիկունքը տվի հարվածողներին եւ իմ ծնոտները կրփողներին։ Գիտես, ասում է, Տերը ինձ ուսումնավար լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին, հոգնածին, զարթնեցնեմ ամեն առավոտ։ Նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնեցնում է ականջը, որ լսեմ աշակերտի պես։ Գիտես, այս մարգարեությունը կարող ես մտածես իմ համարա, քո համարա, բայց այս մարգարեությունը Տիրոջ համարա։ Հիսուս ամեն առավոտ արթնանում էր, ամեն առավոտ արթնանում էր եւ գնում էր անապատ իր ականջը տալու Հայր Աստծուն։ Անապատ էր գնում։ Ձեռագործ շենքի մեջ չէր գնում։ Գեթսեմանի պարտեզ էր գնում, կամ անապատ էր գնում։ Երբ որ աշակերտներն արթնանում էին, Հիսուսը չկար։ Եվ 1-2 Հիսուսին երբ որ փնտրեցին, գտան անապատում, գտան Գեթսեմանի պարտեզում, եւ ասում են վարդապետ ուր ես, քեզ սպասում են, քեզ փնտրում են։ Հիսուսը երբեք չէր զարմանում, որ իրան պիտի փնտրեն, որովհետև Աստված իրան իմաստություն էր տալիս, ուսումնավարժ լեզու, որ իմանա վաստակածին օգնել։ Եվ Հիսուսն ինքն էր ասում. եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ կհանգստացնեմ։ Եվ գիտես, ամեն անգամ, որ դու գալիս ես Տիրոջ տուն, դու գիտես, որ այս կյանքը մեծ բեռ է։ Այս կյանք ապրելը շատ մեծ բեռ է։ Բայց դու գիտես, ում մոտ պիտի գաս այդ բեռը հանձնես, եւ ինքը քեզ իմաստություն տա, եւ ինքը քեզ սովորացնի, որովհետեւ ինքը շատ ուսումնավար լեզու ունի։ Եվ դու պիտի տաս քո ականջը լսելուն։ Եվ Հիսուսը իր ականջը տալիս էր ամեն օր հորը, որպեսզի լսեր։ Հոր կամքը կատարելու համար։
Հիսուսն ինքն ասեց եկեք եւ ինձանից սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Սա էր Տեր Հիսուսի հեզության եւ խոնարհության ամենամեծ եւ ամենահզոր օրհնյալ ընթացքը երկրի վրա, որ ինքը գիտեր իր ականջը տալ հորը լսելու համար եւ սովորելու համար, որտեղ ինքը ասում էր ինչ որ իմ հայրս ասում է, ես դա եմ անում, որտեղ ես եկել եմ հոր կամքը կատարելու։ Գիտես Հիսուսը մեզ ինչ ասեց։ Ասեց ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Գիտես այսօր լսելը շատ բարդ երևույթ է։ Մարդիկ այսօր չեն կարողանում լսեն։ Մարդկանց լսելիքները բթացած է։ Այսօր ամեն մեկին սատանան տվել է այն ինչ որ ուզում է, որ մարդը լսի, որպեսզի մարդու ականջները փակվեն Աստծո թագավորության համար։ Այսօր ամեն մեկի ձեռքը մի հատ շատ բարդ մեխանիզմ կա, բջջային հեռախոս։ Եվ մարդիկ այսօր փափագում են, որ բջջային հեռախոսն են, որպեսզի ամբողջ օրը լսեն եւ իրանց ականջները սրանով փակեն։ Եվ այսօր շատերը նույնիսկ այնպես են փակում, որ հերմետիկ փակվի։ Տեսել եք, սենց մեծ փոքր ականջակալները ոչինչ, սենց մեծ հերմետիկ ականջակալներ են դնում, կողքից սիլիկոնով սենց բան են անում, փակում են, հետո գլուխը իզոլացիոն որ հանկարծ դրսից ուրիշ ձայն չկա, եւ դու մեռնես, դե գոռաս, դե չկա լսելու ականջ, որտեղ ինքը ուզում է լսի այն, ինչ որ իր ականջներին ցանկալի է։ Ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, որ ավետարանն ասում է, որ մարմինը Աստծո հոգուն հակառակ է։ Մարմինը Աստծո հակառակ է։ Մարմինը Աստծո հոգուն հակառակ է, բայց Աստծո հոգին էլ մարմինը հակառակ։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ քո մարմնի հնազանդության մեջ բեր հոգուն եւ ասա, որ իմ մարմինը պիտի հնազանդվի Սուրբ Հոգուն։ Գիտես շատ նորմալ է, երբ որ մտնես ինչ որ մի տեղ, հա, ինչ որ մի վայր, ոչ եկեղեցի եւ տեսնես, որ մարդիկ ուրախանում են, ապարում են, միանգամից դու ես սկսում ցենց շարժել քեզ։ Բայց որ գայս ես եկեղեցի տեսնես մարդիկ ապարում են, ընդհակառակը ուզում ես շարժվես։ Այս մարդիկ կան չափի դուրս իրաց ուզում են շատ դուրս նայեն, որտեվ եկեղեցին շատ դուրս տեղ է։ Այս ձեր համար է պարահանդես այն չէ, ինչ է, բայց ես քեզ մի բան ասեմ, սելեր մենք ուրախանալու առիթ ունենք։ Աշխարհը իրանքի վրա է ուրախանում, ես իջեմ այդ չեմ հասկանում։ 19 տարեկանից ես կողմ, ես չեմ հասկանում։ Երբ որ մարդիկ ուրախանում են աշխարհում, խմում են, չգիտեմ, անառակության, շնության, այդ դիսկոներում, այդ բաներում ուրախանում են։ Ես երբեք այնպես վայրեր չեմ գնացել, բախտ չի վիճակվել, որովհետև 19 տարեկանից ապաշխարել եմ, խելոք երեխա եմ դառել։ Եվ գիտես ինձ այդտեղ չի քաշել, անկեղծ եմ ասում, չի քաշել, չեմ գնացել։ Եվ գիտեք, ես միշտ անցել եմ, եւ ես միշտ կանացել եմ, լավ դուք իշներիդ վրա եք ուրախանում, լավ դուք ինչ ունեք ուրախանում, որովհետև ձեր կյանքը թալանի մեջ է, որտեղ մեկը կա, որ ամեն օր ձեզ թալանում է, եւ ինքը ասում ուրախացի, որ ես քեզ թալանում եմ, բայց ես գիտես ամենալավ ուրախության վայրը ինձ համար դա եկեղեցին է։ Ես եկեղեցում կպարեմ, եկեղեցում կցնծամ, եկեղեցում կփառաբանեմ, ինչպես Դավիթ թագավորը, գիտես ինչի համար, որտեղ Տերը ամեն ինչ ինձ վերադարձնում է, եւ ես քեզ մի բան ասեմ, ոչ թե միայն վերադարձնում է, այլ ավելացնում է։ Աստված այսօրվանից քո կյանքում ամեն րոպե ավելացնելու է։ Ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, նույնիսկ եթե դու տկար հավատքով ես այստեղ, դու ստեղից հրաշքով ես գնալու։ Ստեղից դուրս քեզ մեծ հրաշքներ են սպասում։ Այսօր Տերը քո կյանքում մեծ հրաշքներ անելու։ Եթե հավատաս, այսօր քո հրաշքի օրն է։ Դու ինքդ կարող ես քո կյանքում քո շուրթերով հրճակես, որտեղ իշխանություն կա քո խոսքերի վրա, ու կարող ես ասես, այսօր իմ կյանքի բոլոր խնդիրների լուծման օրն է, բայց հրաշքով։ Հավատա հրաշագործ Աստծուն։ Հավատա, որ այն ինչ մարդկանց կողմանե անկարելի է, Աստծո կողմանե կարելի է։ Աստված հրաշագործ Աստված։ Գիտես,
Սատանան զարմանում է, որ մենք հավատում ենք, որ Աստված հրաշք է անում։ Մենք ամեն օր հրաշք ենք սպասում։ Ամենամեծ հրաշքը նա է, որ դու ստեղ ես։ Դա անհնարին մի բան էր։ Բայց եթե դու որոշմամբ ես այստեղ, ավելի մեծ հրաշք է։ Գիտես ինչ որոշմամբ, Պետրոսի որոշմամբ։ Երբ որ շատ մարդիկ Հիսուսի խոսքը լսում էին, ասում են, ինչ է խոսում, ես ծանր բաներ եմ խոսում, եմ մարդ ասում եմ, եկեք ինձ կերեք, իմ արունս խմեք, չէ՞ Հիսուսի օրդես բաց։ Եվ ասում են, այնքան մարդ թողեց Հիսուսին գնաց, աշակերտները մոտիկացան ասին, այ Տեր, ախ դու շատ ծանր բաներ ես խոսում, բոլորը թողեցին գնացին, ասես դուք էլ թողեք գնացեք։ Պետրոսը գիտես ինչ ասեց, ասեց, որու գնամ Տեր, դու կյանքի խոսքեր ունես։ Գիտես ինչ կյանքի խոսքեր ունի։ Դու լսել ես որ մարդիկ խոսում են, ասենց ինչ որ նեղությամբ խոսում, անբաղ խոսում են, մխիթարում են, խոսում են։ Ես շատ անգամ եղել եմ սքի տներում եմ եղել, մարդը մահացել է բան, ասենք մարդիկ նստած են սուք են անում, մեկը գալիս են այդ մխիթարում նստում են։ Դե ոչինչ, սաղից կյանքն էլ է սա, էլի, սաղից տեղն էլ է սա, սաղից տեղն է փոստն, սաղից տեղն է յաշիկ։ Ինչ ուժեղ մարդ է մարդ, ինչ իսկեսին է տափակ, խոսում է։ Բայց ես կերասեմ, հոգու խորքում սպասմա վերջում եբ բդի բանանստեն խմեն տեխմ։ Գիտես աշխարհի կեղծավորությանը չափ չկա։ Աշխարհի կեղծավորությանը չափ չկա։ Միակ մխիթարությունն էս կյանքում։ Գիտես, դա Սուրբ Հոգուց է գալիս։ Ոչ մեկ չի կարող քեզ մխիթարի, որտեղ ոչ մեկ չի կարող քեզ խոսա, որի մեջ ապագա իրականում կա։ Ոչ թե դատարկ հույսեր կան, այլ իրականում կա ապագա։ Եվ գիտես, Աստծո խոսքը մեզ ապագա է խոստանում շատ մեծ։ Եվ ես կուզում ասեմ, որ քո ականջը տուր Տիրոջը լսելու համար, որտեղ հավատքը լսելուց է, իսկ լսել Աստծո խոսքից է։ Հավատքը առանց Աստծո խոսքը լսելու չի կարող քո կյանքում գործել։ Որովհետև առանց հավատքի Աստծուն հաճելի չես կարող լինես։ Երբ որ դու մոտիկանում ես Աստծուն, դու պիտի հավատաս, որ կա Աստված։ Դա Եբրայեցիների 10-րդ գլուխն ասում։ Դու հավատում ես, որ Աստված կա։ Ուրեմն դու պետք է քո ականջը տաս իրան լսելուն, ինչպես Հիսուսը։ Որովհետև քեզ պետք է հավատք, որը կգործի։ Քո հավատքը կարիք ունի գրագիտության, անգրագետ հավատքը մի օր սպառվում է։ Անգրագետ հավատքի գործողությունները մի օր սպառվում են։ Գիտես, ես գիտեմ ինչի եմ փառաբանում եւ պարում փառաբանությունից։ Բայց երբ որ դու չգիտես, ուղղակի ընդօրինակում ես ինձ, դու մի օր դա կհամարես անհեթեթություն։ Գիտես, ես գիտեմ ինչի եմ կանգնած եւ այդտեղ բարձր ասում, փառք Աստծուն, նա բարի է։ Ես երգում եմ, ցնծում եմ, ուրախանում եմ։ Դու կարող ես ինձ նայես, ասես, լավ, բեր, ես էլ ուրախանամ, ես էլ բեր ցնցամ, բայց իմ արածի մեջ գիտություն կա, որը հավատքով է, բայց քոնը ընդօրինակում է, քոնը սպառվելու է, բայց իմը շարունակվելու է, եւ դա Տիրոջը հաճելի է, եւ Տերը իմ հետ համագործակցելու է, որտեղ Տերը գիտի, ես ինչ անում եմ հավատքով, որը գիտություն ունի։ Գիտես, հավատքի գործերը շատ են։ Մեր ստեղ գալը դա հավատքի գործ է, որտեղ Աստծո խոսքն ասում, ասա մեկտեղ հավաքվել է մի թողեք, որտեղ որ 2-3 հոգի իմանով հավաքվեն, Հիսուսն դեղա, բայց Հիսուսը որտեղ է, մի հատ ցույց տվեք Հիսուսին ստեղ։ Որտեղ է նստած Հիսուսը։ Երևի առաջի շարքում է, չեմ տեսնում։ Գիտես, ավետարանը կարդում ես, որտեղ որ 2-3 հոգի հավաքվեն, ես այնտեղ եմ, ու դու գալիս ես, դուրը բացում ես Հիսուսի անունով հավաքվածների մեջ, բա Հիսուսը ո՞ր է։ Բոլորը հավատում են, որ Հիսուսն այստեղ է, Հիսուսն այստեղ է, պարում են, փառաբանում են, երգում են, գովաբանում են, զգացմունքների մեջ են, լացում են, արտասվում են։ Դու ասես դեռ սեր որտեղ են Հիսուսին տեսնում։ Ես հավատքը երևույթի հետ կապ չունի, հավատքը անտեսանելին է տեսնում, որտեղ Հիսուսը իր հոգով իրականում այստեղ ներկա է։ Երբ որ դու հավատում ես իր խոսքին, իր ներկայությունը գալիս է քո վրա, եւ դու լսում ես ուրախությամբ, դու լսում ես ներկայությամբ, դու սկսում ես երգել, որովհետեւ Սուրբ Հոգին է բարձրացնում քո երգը, փառաբանությունը, երկրպագությունը, դու սկսում ես պարել, դու սկսում ես ուրախանալ, գիտես ինչի համար, որովհետեւ Հիսուսն այստեղ է։ Եվ եթե Հիսուսն այստեղ չի, մենք ինչ ենք անում այստեղ։
Եվ մենք հավատում ենք, որ Հիսուսն այստեղ է, եւ մենք ձեռքներս բարձրացնում ենք հիվանդի վրա, աղոթում ենք հիվանդի համար, հիվանդը բժշկում է։ Ո՞վ է բժշկում։ Ես, ոչ, Հիսուսը, որ այստեղ ներկա է, որին ես հավատում եմ, որ երբ որ ես աղոթում եմ եւ ես գիտություն ունեմ Աստծո խոսքով, որ հիվանդի համար աղոթեմ, նա կբժշկվի, Հիսուսի իմ հետ համագործակցում է։ Սա հավատք է։ Հասկանում ես։ Քո զոհաբերության մեջ դու հավատում ես, որ դու ցանում ես Աստված օրհնում է, որ դու հնձում ես։ Հավատում ես։ Հավատում ես։ Ինչով ես հավատում։ Ի՞նչն է քո հավատքի հիմքը։ Խոսքը։ Աստծո խոսքը։ Դու Աստծո խոսքի գիտություն ունես, այդպես է, այդպես չի։ Ասում է առատությամբ ցանողը առատությամբ կհնձի, չէ՞։ Եվ դու առատությամբ ցանում ես։ Բա ուր առատության հունցքդ։ Ինչի այսօր ցանում ես, վաղը մեքենայով չես գալի։ Ո՞վ է մեքենայով եկել ես։ Լավ է, տաքսիով եկել։ Տաքսիով ես եկել։ Լավ է, մեքենայով եկել։ Դուք ձեր մեքենայով եք եկել։ Հավատում եք, որ մյուս անգամ կարող ձեր մեքենայով գաք։ Հավատում եք, որ Աստված ձեր կյանքում կարա նյութական բաներ էլ տա, որպեսզի ձեր աստվածպաշտությունը հեշտանա։ Հավատում եք թե չէ։ Ես հավատում եմ։ Գիտեք, բաներ կա, որ մենք հավատքով ենք անում, որովհետև դա գիտություն ունի իր մեջ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, մենք բոլորս նրա մարմնի անդամներն ենք, այդպես է թե չէ, որտեղ Աստծո խոսքն է ասում։ Ինչպես իմ մարմնի անդամները իմ մարմնից դուրս կյանք չունեն, այդպես էլ ես առանց Քրիստոսի մարմնի մեռնում եմ։ Ինչ ուզես արել եմ, բայց կյանք չկա մեջը։ Բայց հենց գալիս ես Տիրոջ մարմին ես միանում, կյանքը սկսում է լցվել քո մեջ։ Եվ դու ինչ անում ես, առաջի սաղմոսն ասում է, հաջողվում ես։ Դու քետերի մոտ տնկված մի հատ ծառի նման ես, որ տերևը չի թափում եւ պտուղ իր ժամանակին տալիս է։ Հավատում ես։ Սրան հավատք է պետք, սա չի երևում, սա երևույթ է, բայց մենք հավատում ենք։ Իսկ ինչ որ երևում է, դրան հավատալ պետք չի։ Եթե Հիսուսը ստեղ ֆիզիկապես նստած լիներ, իրան պետք չէր հավատալ։ Բա ինչի էր Տերը ասում, եթե հավատաս կբժշկվես, որտեղ ամեն մարդ չէր հավատում, որ Հիսուսի վերքերի մեջ բժշկություն կա։ Ամեն մարդ չէր հավատում, որ Հիսուս ամենակարող Հոր կողմից ուղարկված էր որպես աշխարհի փրկիչ։ Հավատում ես թե չէ։ Հիմա այն մարդկա չի հավատում, որ Հիսուս ամենակարող է։ Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ 10-րդ համար։ Հիսուսը սերմնացանի առակը խոսեց։ Հիշում եք սերմնացանի առակը։ Սերմնացանի առակը խոսեց, բայց չմեկնաբանեց։ Աշակերտները մոտ եկան, գիտեք ինչ ասեցին։ Եվ աշակերտները մոտ գալով ասեցին նրան. Ինչու առակներով ես խոսում նրանց հետ։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց նրանց, որտեղ ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդները գիտենալ, բայց նրանց չի տրված։ Լսեք ժողովուրդ, մեզ Աստծո արքայության խորհուրդները տրված է, որ մենք իմանանք, հասկանում եք, բայց ամեն մարդու տրված չի, որ Աստծո արքայության խորհուրդները իմանան։ Հավատքը ունի իր մեջ խորհուրդներ, եւ դա կոչվում է Աստծո արքայության խորհուրդներ, որովհետեւ մեր հավատքը գործողություններով Աստծո արքայության խորհուրդներն է իրականացնում։ Եվ եթե մենք Աստծո թագավորության խորհուրդները չգիտենք, մենք չենք կարող հավատքով ապրենք։ Հիմա ասում է, որ Աստծո արքայության խորհուրդները պետք է իմանալ։ Ձեզ տրված է, որ իմանալ։ Եվ Հիսուսը սկսեց սերմնացանի առակը մեկնաբանել։ Եվ աշակերտները հասկացան, որ սերմը դա Աստծո խոսքն է։ Եվ եթե սերմը ընկնում է պարարտ հողի մեջ, ինքը պտուղ է բերում, որը 100, որը 60, որը 30։ Եվ այդ պարարտ հողը քո սիրտն է, երբ որ դու ընդունում ես Աստծո խոսքը, երբ որ դու համաձայնվում ես Աստծո խոսքի հետ,
Աստծո խոսքը քո կյանքում սկսում է պտղաբեր ընթացք։ Այսինքն Աստված սկսում է քո կյանքում հրաշագործություններ եւ քո կյանքը պտղաբեր է դառնում։ Ոչ թե անեծքով լցված։ Անեծքը դա օրհնության հակառակն է, չորանում է։ Ինչ որ անում ես, անհաջողության է մատնվում։ Բայց հիմա ինչ որ անես, պիտի հաջողվի, որովհետև հավատքով ամեն քո արածները հաճելի է Աստծուն։ Որովհետև դու հավատում ես, ինչ որ դու անում ես, Աստծո համագործակցությունը քեզ հետ է։ Դրա համար է պետք քեզ սովորել Աստծո խոսքը։ Դրա համար ես դու այստեղ նստած եւ հիմա այս պատգամը լսում ես, որովհետև դու կարիք ունես ամեն օր քո գիտելիքների շտեմարանը լցնել եւ ավելացնել։ Հասկանում ես։ Եվ Աստծո խոսքը, որ Աստված քեզ ուղարկում է իր Սուրբ Հոգով, դու պիտի քո սրտի մեջ պահես։ Եվ պահ եկած ժամանակ այդ խոսքով ապրես։ Ոչ թե մարդկային իմաստությամբ, ոչ թե աշխարհային իմաստությամբ, այլ Աստծո իմաստությամբ եւ Աստծո խոսքի իմաստությամբ, որ Սուրբ Հոգին այդ պահին դուրս կբերի եւ քեզ կտա եւ դու այդ խոսքով կապրես։ Ասա ամեն։ Ամեն։ Գիտեք, երբ որ մենք հասկանում ենք, որ մեր հավատքը ամեն օր պետք է սնվի, եւ մենք պիտի կրթվենք, մենք սկսում ենք ամեն օր ինչ անել, բացի այն, որ Աստծո խոսքը լսում ենք, մենք ամեն օր կարդում ենք։ Ամեն օրյա ընթերցանությունը դա քո հոգևոր կյանքի ամենակարևոր մասը պիտի կազմի։ Ամեն օր պիտի կարդաս եւ հավատաս, որ Աստծո հոգին ինչ որ կարդում ես, քեզ բացում է։ Գիտեք, Հիսուսը շատ կարևոր մի անձնավորության մասին ասեց։ Գիտես ինչ ասեց։ Ասեց, որ կգա մեկը մխիթարիչ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի մանով։ Նա ամեն բան կսովորեցնե ձեզ եւ կհիշեցնե ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։ Ամենամեծ ուսուցիչը բոլոր ժամանակների Տեր Հիսուս Քրիստոսից հետո դա Սուրբ Հոգին է։ Երբ որ դու ավետարանի խոսքը կարդում ես, առանց Սուրբ Հոգու այդ խոսքը դու չես կարող հասկանալ։ Որովհետև երբ որ առանց Աստծո Հոգու կամ առանց Աստծո Սուրբ Հոգու զորության, երբ որ մարդիկ կարդում են ավետարանը, դա իրանց համար թվում է թե պատմություն է։ Երբ որ նոր կտակարանը կարդում են, մտածում են, որ մի հատ բարի մարդու մասին է։ Հին ուխտը երբ որ կարդում են, մտածում են Իսրայելի պատմությունն է, ինչ որ թագավորների մասին է, ինչ որ մարդկանց, հրյա մարդկանց պատմություն է, բայց դա իրականում երկրի վրա հավատքով ապրած մարդկանց կյանքն է։ Այսինքն Աստծո խոսքը Սուրբ Հոգին քեզ համար դարձնում է հենց Աստծո խոսք։ Բայց Աստծո խոսքը առանց Սուրբ Հոգու Աստծո խոսք չի, որտեղ այդ խոսքը քեզ համար չի բացվի որպես Աստծո խոսք։ Դու արարչին չես տեսնի։ Դու խոսքի հեղինակին չես հանդիպի։ Երբ որ դու առանց Աստծո հոգու սկսես կարդալ։ Իսկ Աստծո Սուրբ Հոգին մեր կյանքում գալիս է, երբ որ մենք Հիսուսին ենք Տեր ու Փրկիչ ընդունում։ Դրա համար շատ մարդիկ, երբ որ Աստծո հոգով են կարդում Աստծո խոսքը, իրանց համար Աստծո խոսքը կենթանանում է, մարմնավորվում է, եւ իրանք հանդիպում են Հիսուսին, որովհետեւ Հիսուսը հենց Աստծո խոսքն էր, որ մարմնավորվեց, որ հղիացավ Մարիամը Աստծո հոգուց, երբ որ ընդունեց Աստծո հոգուց խոսքը եւ ծնվեց Հիսուսը, որը բերեց մեզ Աստծո խոսքի խորհուրդները, հայտնությունները, որով մենք ամեն օր ապրում ենք։ Ամեն օրը, ինչպես Եսայի մարգարեության մեջ կարդացի, պիտի սկսի, որ քո ականջը տաս նրան, որ նա քեզ սովորացնի։ Այս ավետարանը ասում է կանուխ որոնողները ինձ կգտնեն, կանուխ որոնողները։
Ես չգիտեմ, որ դու կանուխ վեր ես գնում, ինչ ես որոնում։ Սուրճը, թեյը, չգիտեմ ինչը, բայց երբ որ դու առավոտյան վեր ես գնում, դու նրան պիտի որոնես։ Եվ նրան որոնողները նրան գտնում են։ Երբ որ քո ծնկները ծալվում են նրա առաջ, երկրպագությամբ, փառաբանությամբ, գովաբանությամբ, աղոթքով, քո կյանքի ողջ ընթացքը երբ որ հանձնում ես նրան, նա սկսում է քեզ հետ խոսել։ Երբ որ դու սկսում ես ավետարան կարդալ, ավետարանը քեզ համար ոչ թե գեղարվեստական գիրք է, այլ ավետարանը մի գիրք է, որտեղից Աստված խոսում է ուղիղ քո սրտի հետ։ Եվ այս պատմությունները այնքան իրական են դառնում քեզ համար, որ դու ամեն օր ապրում ես ավետարանի խոսքով, որի հեղինակը Հիսուսն է։ Եվ դու հնարավոր չի իրան չհանդիպես։ Բայց եթե դու իրան չհանդիպես, դու երբեք չես հասկանա, որ ինչ է հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքը քեզ համար կլինի մոմ վառել, հոգևոր կյանքը կլինի քեզ համար պատերը համբյուրել, հոգևոր կյանքը քեզ կլինի ծիսական արարողություններ, որոնք որ ոչ մեկին չեն փոխել եւ ոչ մեկի կյանքը չեն փոխել։ Սեսերը լավ է, մոմ վառելը լավ է, ուզում ես եկեղեցու տաճարի պատերը համբյուրի լավ է, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, քանի մարդ կարաս ցույց տաս, որ իր կյանքում փոփոխություն է եղել այդ ամենը անելով, ոչ մի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ Տիրոջ հետ կենթանի հանդիպում են ունեցել, երես առ երես, որտեղ իրաց ներքին սենյակում, ինչպես ավետարանն ասում, երբ որ դու ու Տերը երես առ երես իրար հանդիպում եք, եւ քո սիրտը բացում ես Տիրոջը, եւ քո սիրտը թափում ես Տիրոջ առաջ, այդ ժամանակա, որ դու սկսում ես Տիրոջ ձայնը լսել եւ Տերը սկսում է քեզ հետ խոսել։ Երբ որ դու բացում ես ավետարանը, նոր կտակարանը, Մատթեոս ավետարանը, սկսում ես կարդալ եւ ընթերցանության հետ զուգահեռ գալիս ես եկեղեցի եւ լսում ես Աստծո խոսքը քեզ համար կյանք է դառնում ու դու հասկանում ես, վայ, ստեղ գրած էր դրա մասին, փաստորեն այդ դրա մասին էր գրած, որովհետեւ զուգահեռ որ քո ականջը տալիս է սովորելու եւ դու կարդում ես եւ սովորում ես, այդ խոսքը քո մեջ բերում է հզոր հավատք, որը իր հերթին սկսում է գործողություններ անել, որի արդյունքը դա Աստծո հրաշքներն են քո կյանքում։ Աստծո հրաշքները, ամենակարող Աստծո հրաշքները։ Եվ առանց այդ հրաշքների դու չես կարող ապրես։ Գիտես, առանց Աստծո գերբնական զորության քո կյանքի բոլոր խնդիրները տարիներով կլուծվեն։ Քո կյանքի բոլոր հարցերը տարիներով կլուծվեն։ Մարդկային ուժերի եւ մարդկային ջանքերի շնորհիվ ամեն բան շատ երկարում է։ Եթե որ մարդը հավատում է, որ Աստված իր մարմնի մեջ եղած հիվանդությունը կարա բժշկի մի ծառայության ժամանակ, մի աղոթքով, դա նշանակում է, որ Աստված պիտի հրաշք անի այդ մարմնի մեջ, այդպես է թե չէ։ Բայց մարդ պիտի հավատա, որ Աստված հրաշագործ է։ Բայց հավատքը առանց լսելու որևիցե մի գործողություն չի կարա քո կյանքում Աստծուց ընդունի։ Դες ինչի համար, որտեվ հավատքն է հաճելի Աստծուն, որը որ ունի գիտելիք։ Երբ որ դու կանգնում ես եւ մեկը քո համար աղոթում է քո հիվանդության համար, դու հավատում ես մարմին ստեղծողը կարա նաեւ մարմինը բժշկի։ Հավատում ես թե չէ։ Եվ քո հավատքը շարունակաբար քեզ տանում է Աստծո հետ կյանքի մեջ հարատևելու։ Եվ դու չես հեռանում Աստծուց, որ դու հասկանում ես, որտեվ քո հիվանդությունները, քո ցավերը, քո խնդիրները առանց նրա հետ ապրելու են եղել։ Եվ դրա համար Պետրոս ասաց, ուր գնամ Տեր, որտեվ դու կյանքի խոսքեր ունես։ Այդ խոսքերն են իմ մեջ հավատք բերում, որ ես շարունակեմ քո հետևից քայլել։ Եվ քո գործողությունները լինում են հարատև ու տևական, այսինքն, երբ որ քեզ հարցնում են դու քանի տարի եկեղեցի ես գալի, ասում ես 15։ Բայց մարդը մի օր եկել է եւ մտածել է, որ հաջորդ անգամ գալը անիմաստ է։ Գիտես ինչի համար? Որտեւ իր գործողության մեջ հավատ չկա։ Ինքը ինչ որ մի հատ ֆիզիկական քայլ է արել կամ ինչ որ
մեկի ասածն է արել։ Բայց երբ որ դու Աստծո խոսքով ես անում, այդ քո գործողությունը շարունակական է, այսինքն դու հավատում ես, որ մինչև Տիրոջ երկրորդ գալուստը դու պիտի եկեղեցու ունես։ Շատ քույրեր եղբայրներ, երբ որ նոր էին սկսել հավատքի կյանք, ինձ հարցնում էին, ասում են, մինչև երբ պետք է գանք։ Քանի անգամ պետք է գանք։ Ասում են, մինչև Տիրոջ երկրորդ գալուստը։ Բա Տիրոջ երկրորդ գալուստը երբ լինելու։ Ասում են, նշաններին նայի, գրված է։ Մահտարաժամեր կլինեն, երկրաշարժներ կլինեն, ջրեղեղներ կլինեն, պատերազմների լուրեր, հիվանդություններ, տարբեր տեսակի աղետներ, այսօր ամբողջ աշխարհը լցված է, ողողված է դրանով։ Եվ վերջին նշանը, որ Քրիստոսի երկրորդ գալստյան հետ է կապված, դա բովանդակ աշխարհով այս արքայության ավետարանը պիտի քարոզվի, որ Հիսուս եկավ աշխարհ, համայն մարդկության փրկության համար խաչի վրա մեռավ, արյուն թափեց, չարչարվեց, մեր մեղքերի թողության համար գերեզման դրվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Իսկ հարությունից 40 օր հետո համբարձվեց երկիկ, նստեց հոր աջ կողմը, բարեխոսելու համայն մարդկության մեղքերը, որպեսզի մարդիկ թողություն ունենան մեղքերից եւ ազատագրություն սատանայի շղթաներից ու կապակներից եւ չապրեն ամորենի գերության մեջ, որ սատանան քո կյանքը չկարգավորի, չղեկավարի, չկառավարի, այլ Տերը եկավ ու հաղթեց, քեզ համար հաղթեց։ Երբ որ դու խոստովանում ես Հիսուսին քո մեղքերը եւ ընդունում ես Հիսուսին Տեր ու Փրկիչ, Հիսուսի արյունը քեզ մաքրում է քո բոլոր մեղքերից եւ դու դառնում ես Աստծո որդի, դու դառնում ես Աստծո ընտանիքի մի անդամ, որը սպասում է Հիսուսի երկրորդ գալստյանը, որ պիտի լինի երկնքից Հիսուսը պիտի գա եւ եկեղեցին պիտի վերստի, սա ճշմարտությունը, որին եկեղեցին հավատում է։ Եվ եթե այս ճշմարտությունը չիմանամ, իմ հավատքը չի կարա ապրեցնի ինձ։ Մի օր ես կդադարեմ եկեղեցի գալուց։ Իսկ այն խոսքը, որ իմ հավատքը զորացնում է, այդ խոսքը ինձ ամեն օր է պետք։ Եվ ես ամեն օր տեսնում եմ, որ աշխարհում Հիսուսի երկրորդ գալստյան հետ կապված նշանները կատարվում են։ Այդպես է թե չէ։ Ամեն օր եմ տեսնում, ամեն օր։ Եվ դրանք ամեն օր ավելանում ու շատանում են։ Այսինքն Հիսուսի գալը մոտ է։ Եվ քանի որ Հիսուսի գալը մոտ է, ողջ դժոխք ու դիվային աշխարհը խառնված է իրար, որ հնարավորինս շատ մարդ տանի դեպի դժոխքի անդունդը։ Բայց Հիսուսը փրկիչ է։ Ինքը ամեն օր քեզ զգուշացնում է, որ քո հավատքը պիտի պահես արթուն։ Եվ դրա համար դու այստեղ ես։ Որ քո հավատքը սնվի, հասկանում ես։ Որ այսօրվա քո հավատքի սնունդը վաղը քեզ հավատքով Աստծո առաջ հաճելի կանգնեցնի։ Եվ դու ամեն օր պիտի հաճեցնես Աստծուն, հաճեցնես հավատքով։ Հասկանում ես։ Դու իր երեսը պիտի փնտրես, որտեղ դու հասկանում ես, առանց իր կյանք չկա։ Հավատում ես, որ առանց Աստծո կյանք չկա։ Եթե հավատում ես, ուրեմն ամեն օր պիտի նրան երկրպագելով սկսես։